հայրենիքին նվիրված է եղել, որ արդեն իր ծնողները չեն համաձայն եղել, որ գնացել է։ Ինքը միշտ գնում էր Ղարաբաղ, գալիս էր, ամբողջ տարածքներին ծանոթ էր։ Ինքը կռիվներին մասնակցել է, Արցախում միշտ գնացել է։ Այստեղ մեր գյուղից, որ զինվորներ էին ելնում ծառայող, իրանց ընտանիքները դիմում էին, տանում էր Բրիսյակին բան։ Անընդհատ այդ մեր ամբողջ տեղերը գիտեր տենց։ 27-ին ինքը Արագածում էր, ընկերներն են զանգել, իր գեներալների հետ կապվել, լսել է, որ պատերազմա, դե այնտեղ հեռուստացույց բան չի բռնում։ Հետո իրան զանգել են Ղարաբաղից, տենց եք լսել։ Իր ընկերներ, ընդեղ էլ գեներալներ, ծանոթներ ունեցել է։ Իր ընկերներն են զանգել, բա կռիվ ախպեր։ Ասա ես գալիս եմ ձեր հետ։ Որ արդեն փոքր տղայից պավեսկան եկավ, փոքր տղան վայնկոմատում էր, ինքը արդեն եկավ, որ միանա իրանց խմբին, ու այդ ժամանակ ասեցի մայիս, արա մայիս ենք էլ ասում, ասեցի մայիս, բա դու էթում ես, խաչոն էթում ասի, բա մենք ինչ եք էլի ասի, մեզ տենց թողում էթակ, ասես, բա ով էթա, ես գիտամ ասեց, բոլորի տեղը։ Ընկերներով հավաքվան, մեր բյուրականում ամբերջ ջոկատ կա էլի, հավաքվան ու գնացին։ Գնացել են վայնկոմատ, բան են գրել, կամավոր ներկայացել են 28-ին գնացել է։ Արդեն մեր մոտ սովորական էր իրա գնալը։ Բայց ես վերջինը արդեն չէին տողում, սկում էի։ Վերջի օրը 12-ին է խոսացել մեր հետ, մեծ տղայիս հետ է խոսացել, մեկ էլ ընկերների հետ, ասեց լավ մնացեք, նվիրյալ էր հայրենիքի։ Դաժե վերջում որ խոսում ենք, ասում ենք, թողեք եկեք արդեն հեռուստացույցով լսում ենք, էլ ինչա կատարվում, ասեց հետ գալ չկա, միջև վերջ գնալու է։ Հադրութում են իրանք զենքեր բաներ ստացել, գնացել են, վերջում որ գտել են Վարանդանի կողմից են գտել իրեն։ 6 ամիս ման էին գալի։ Ման էին գալիս, ԴՆԹ-ով են պարզել, ԴՆԹ-ից ենք իմացել։ Հիվանդանոցում վիրավոր տղա կար, գնացինք իրան տեսանք, խոսացինք, ինքը ասում է, որ մենք ուզում ենք եթայինք, ինքը չէր թողում, ասում էր դու ջահել եք, ես կգնամ բան։ Ասում էր հոպարը չէր թողում, մեզ դաժե մենք մոտիկ գնանք լեն դաժե մենք ենք ասում հոպար մեր կռիվն է, ասելա չէ, ձերը չի, բոլորիս է։